Ֆիլիպ պետին չի վախենում մահից, 1774 թվականն է, և նա սիրահարված է համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակներին, նա ցանկանում է լար անցկացնել աշտարակների միջև և քայլել դրա վրայով։ Նրա պատմությունը սկսվում է Փարիզում, որտեղ նա աշխատում է որպես փողոցային արտիստ, նա մի շրջան է գծում, որն իր սրբազան տարածքն է, և թույլ չի տալիս հանդիսատեսին ներս մտնել դրա մեջ, այնուամենայնիվ նա ելույթ է ունենում անօրինական, առանց թույլտվության, և ոստիկանությունը հաճախ հալածում է նրան, ճանապարհորդելիս նա միշտ փնտրում է կատարյալ վայրը, իր լարը կախելու համար։ Մի աղջիկ նրան կոնֆետ է տալիս որպես վճար, և նա այն օդ է նետում ու բռնում բերանով, նա ցավից դեմքը ծամածրում է, Ֆիլիպը գնում է ատամնաբույժի մոտ և անհապաղ ընդունելություն խնդրում, նրան ստիպում են լրացնել որոշ ձևաթղթեր և սպասել, բայց մինչ նա նստած է այնտեղ, կարդում է մի ամսագիր, որտեղ կա Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի դեռևս անավարտ երկվորյակ աշտարակների գովազդային հոդվածը, երբ դրանք ավարտվեն, լինելու են աշխարհի ամենաբարձր կառույցները։ Նա պատռում է ամսագրի էջերը և մատիտով գիծ է քաշում աշտարակների միջև։ Նրա երազանքը ծնվում է։ Ֆիլիպն առաջին անգամ կրկես է գնացել մանկության տարիներին և դիտել լարախաղացների ելույթը։ Տանը նա մարզվում էր երկու ծառերի միջև կապված պարանի վրա, ինչին հայրը խիստ դեմ էր։ Ֆիլիպը հավատում է, որ տաղանդ ունի, բայց նա դեռ ցանկանում է ավելին սովորել։ Մի փոթորկոտ գիշեր նա ներխուժում է կրկեսի վրան և փորձում քայլել լարի վրայով, հանկարծ լույսերը միանում են, և նրան բռնում է պապա Ռուդին, ով նրան հիմար է անվանում և պահանջում անմիջապես ցած իջնել։ Ռուդին լարախաղացների նահապետն է։ Ֆիլիպը ցած է թռչում, և Ռուդին սկսում է հետապնդել նրան, բայց հետո Ֆիլիպը վերցնում է մի քանի մական և սկսում հնարքներ անել, տպավորելով Ռուդիին։ Ռուդին փորձում է սովորեցնել նրան հարգել հանդիսատեսին, այլապես նա երբեք չի աշխատի կրկեսում։ Ֆիլիպը պնդում է, որ ինքը արտիստ է և չի ցանկանում աշխատել ծիծաղելի կրկեսում։ Ռուդին դուրս է հրավիրում նրան, իսկ քիչ անց նրան տնից դուրս է անում նաև հայրը։ Մինչ մայրը լաց է լինում, նա ճանապարհ է ընկնում իր երազանքն իրականացնելու, բայց չգիտի, թե ինչ է փնտրում։ Այնուամենայնիվ, նա մտածում է, որ գուցե դա գտնի Փարիզում։ Նա նկատում է Աննի անունով մի աղջկա, ով կիթառ է նվագում փոքր լսարանի համար, և նա ստեղծում է իր սեփական կատարողական շրջանը, արագորեն գողանալով Աննիի հանդիսատեսին։ Ավելի ուշ աղջիկը դիմակայում է նրան իր արարքի համար, բայց երբ նա զայրացած հեռանում է, սկսում է անձրև գալ, Ֆիլիպը անձրևանոց է գողանում, և նրանք պատսպարվում են անձրևից։ Նա պայմանավորվում է կատարողական տարածքի շուրջ, և նրանք միասին գնում են խմելու։ Նա բացատրում է իր երազանքները աղջկան, և վերջինս ասում է, որ նա պետք է հետևի դրանց։ Նրանք համբուրվում են, և Ֆիլիպը բացատրում է, որ նա դարձել է իր առաջին հանցակիցը։ Աննին կազմակերպում է, որ լարն անցկացվի իր արվեստի դպրոցի երկու ծառերի միջև։ Մի օր Ֆիլիպին է մոտենում Ժան-Լուի անունով մի տղա, ով լուսանկարիչ է։ Ֆիլիպը նրան անվանում է իր երկրորդ հանցակիցը, իր պաշտոնական լուսանկարիչը։ Երբ Ֆիլիպի լարը փլվում է, նա վերադառնում է Ռուդիի մոտ, սովորելու, թե ինչպես ճիշտ կապել լարը։ Նա պետք է վճարի Ռուդիին յուրաքանչյուր խորհրդի համար, որը ստանում է։ Նա որոշ ժամանակ ճանապարհորդում է թատերախմբի հետ, բայց երբեք ելույթ չի ունենում, թեև մարզվում է ամեն անգամ, երբ լարն ազատ է լինում։ Նրա առաջին հրապարակային ելույթը տեղի է ունենում Ձկնորսական լճի վրայով, բայց քայլքի ժամանակ նա կորցնում է կենտրոնացումը իր տակ գտնվող հարբած ձկնորսի պատճառով և ընկնում է։ Չնայած այս անհաջողությանը, նա որոշում է քայլել Նոտր Դամի աշտարակների միջև։ Նա գիշերը տեղադրում է լարը և քայլում է առավոտյան, երբ ժամանում են առաջին զբոսաշրջիկները։ Դա հաջողություն է, բայց Ֆիլիպը ձերբակալվում է, նրան մեծարում են բոլոր միջազգային թերթերում, սակայն ֆրանսիացիները նրան վանդալ են անվանում։ Ֆրանսիական թերթերից մեկում նա տեսնում է հոդված երկվորյակ աշտարակների մասին և դա ընդունում է որպես շարունակելու նշան։ Նա իր հանցակիցների հետ մեկնում է Նյու Յորք, և նրանք հիանում են աշտարակներով, սակայն Ֆիլիպը հանկարծ ընկրկում է մասշտաբների առջև և մտածում, որ լարը կախելն անհնար կլինի։ Նա գաղտնի ներս է մտնում և բարձրանում վերև։ Նա նայում է քաղաքին, դուրս գալիս կախված մետաղական հեծանի վրա և նայում ներքև։ Նա շշնջում է, որ դա անհնար է, բայց նա միևնույն է կանի դա։ Ավելի ուշ Ժան-Լուին փորձում է համոզել Ֆիլիպին, որ սա խենթություն է, բայց համաձայնում է գտնել լարը մյուս կողմ անցկացնելու ձևը։ Ռուդին փորձում է համոզել նրան կրել անվտանգության ամրագոտի, բայց Ֆիլիպը հրաժարվում է, և նրանք վիճում են։ Աննին պնդում է, որ նա գնա ներողություն խնդրելու։ Ռուդին ասում է, որ իր որդիները բոլորը փորձառու լարախաղացներ են, և ինքը երբեք թույլ չէր տա նրանց քայլել մեծ բարձրության վրա առանց անվտանգության լարի։ Ռուդին չի հասկանում, թե ինչ է անում Ֆիլիպը, բայց նա գիտի, որ դա մի բան է, որը նա պետք է անի։
Նա վերադարձնում է Ֆիլիպին այն ամբողջ գումարը, որը նա վճարել էր իրեն, որպեսզի նա կարողանա հետամուտ լինել իր երազանքին, նա նաև նրան է տալիս իր պապի չափաժապավենը։ Ժան-Լուին ներկայացնում է իր լավ ընկեր Ջեֆին, ով ցանկանում է լինել երրորդ հանցակիցը։ Նա անգլերեն չգիտի, գիտի միայն անգլերեն թվերը և ուսուցիչ է, նա նաև վախենում է բարձրությունից։ Ժան-Լուին հասկացել է, թե ինչպես անցկացնել լարը մյուս աշտարակ, օգտագործելով աղեղ և նետ։ Ֆիլիպը որպես հնարքի օր ընտրում է օգոստոսի 6-ը։ Այդ ընթացքում նրանք փնտրելու են ամերիկացի հանցակիցների։ Նրանք վերադառնում են Նյու Յորք, և Ֆիլիպը տարբեր կերպարանափոխություններ է կիրառում աշտարակների մասին հնարավորինս շատ բան իմանալու համար։ Նրա ամենամեծ կերպարանափոխությունը ճարտարապետի տեսքն էր, ինչը նրան աննախադեպ հասանելիություն տվեց, բայց նա պատահաբար կանգնում է մեխի վրա, որը ծակում է նրա ոտքը։ Աննին խնամում է վերքը, բայց նա չի դիմում պրոֆեսիոնալ բուժման, նա շարունակում է իր լրտեսական աշխատանքը հենակներով։ Ֆիլիպին ճանաչում է Բարի անունով մի մարդ, ով տեսել էր նրա քայլքը Նոթր Դամում, նա աշխատում է աշտարակներում և միանում է նրանց որպես ևս մեկ հանցակից։ Հաջորդ հանցակիցը Ժեպեն է, ում Ֆիլիպը հանդիպում է, երբ գնում է ռացիա գնելու։ Այնուհետև նա նրանց ներկայացնում է իր ընկերներ Ալբերտին և Դեյվիդին, ովքեր դառնում են վերջին երկու հանցակիցները։ Երբ մեծ օրը մոտենում է, Ֆիլիպը սկսում է նյարդայնանալ, նա բացատրում է ծրագիրը հավաքված հանցակիցներին։ Երբ նա հեռանում է, մյուսները սկսում են կասկածել նրա հոգեկան առողջությանը, բայց Աննին և Ջեֆը սատարում են նրան։ Այդ գիշեր Ֆիլիպը չի կարողանում քնել, ուստի գնում է մեխելուց դագաղը, այն արկղը, որը պարունակում է լարերը։ Նա արթնացնում է Աննին, և վերջինս վրդովվում է, որ նա այդպիսի անուն է տվել արկղին։ Աղջիկը նրան ասում է գնալ քնելու, բայց Ֆիլիպը մտահոգվում է, որ երբ պահը գա, նա գուցե չկարողանա անել այդ առաջին քայլը։ Աննին հավաստիացնում է նրան, որ ամեն ինչ լավ կլինի։ Օգոստոսի 6-ին ծրագիրը սկսվում է։ Լարերը տեղափոխվում են հյուսիսային աշտարակ։ Ըստ ծրագրի, Բարին պետք է դրանք թաքցներ իր գրասենյակում մինչև գիշեր։ Նրանց թույլ չեն տալիս բարձրանալ, քանի որ ինչ-որ մեկը մի քանի օրով վարձակալել է բոլոր վերելակները, բայց Ժեպեին հաջողվում է համոզել վերակացուին, և սարքավորումները առաքվում են ուղիղ վերջին հարկ։ Որոշ ժամանակ անց Դեյվիդը հեռանում է, քանի որ հարբած է և կարծում է, որ ոստիկանությունը գալիս է իրենց հետևից, մնում են միայն Ֆիլիպն ու Ջեֆը։ Նրանք պատրաստվում են տեղադրմանը, բայց ստիպված են լինում թաքնվել պահակից վերելակի հորանում։ Ջեֆը նկատում է, որ Ֆիլիպի ոտքը արյունահոսում է, բայց Ֆիլիպը ուշադրություն չի դարձնում։ Ի վերջո, պահակը հեռանում է, և երկու տղամարդիկ բարձրանում են տանիք, նրանք կարողանում են տեսնել Ժան-Լուին և Ալբերտին մյուս աշտարակի տանիքին, ովքեր նետով արձակում են ձկնորսական թելին ամրացված լարը։ Նրանք վազում են հավաքելու իրենց սարքավորումները և բերում են տանիք, տեղադրումը շարունակելու համար։ Աննին հետևում է ներքևից։ Հանկարծ պահակը մոտենում է, և նրանք ստիպված են լինում թաքնվել, բայց նրանք կանչում են պիցցա ուտելու, և նա հեռանում է, առանց նրանց նկատելու։ Նրանք շարունակում են տեղադրումը, բայց խնդիր է առաջանում, երբ մալուխն ընկնում է, նրանց հաջողվում է այն հետ բերել, բայց երբ առավոտը մոտենում է, Ալբերտը հեռանում է, քանի որ չի հավատում, որ Ֆիլիպին կհաջողվի, բացի այդ, նա ծրագրում է վաճառել իրենց ձեռնարկի սեփական լուսանկարները։ Աննին նկատում է, որ մալուխը ձգվում է, և նա ու Ժեպեն հիացած են։ Լարերի տեղադրումը գրեթե ավարտված է, երբ տանիքին հանկարծ հայտնվում է մի տարօրինակ մարդ, նա նայում է լարերին, գլխով է անում Ֆիլիպին և հեռանում նույնքան առեղծվածային, որքան հայտնվել էր։ Այժմ լարերն ամբողջությամբ պատրաստ են, և Ֆիլիպը գնում է հագնելու իր հանդերձանքը, նա վայր է գցում իր շապիկը, և Աննին խուճապի է մատնվում, կարծելով, թե նա է ընկնում։ Ֆիլիպը կատաղած է, բայց որոշում է քայլքն անել ներքնաշապիկով։ Ֆիլիպը վերցնում է իր հավասարակշռության ձողը և սկսում քայլել աշտարակների միջև։ Աննին, Ժեպեն և Բարին հետևում են ներքևից և գրավում այլ մարդկանց ուշադրությունը, դիտելու հնարքը։ Ֆիլիպը ավարտում է իր քայլքը, ներքևից լսվող հիացական ծափահարությունների ներքո։ Թեև նա ավարտել է քայլքը, նա հետ է նայում դեպի մյուս աշտարակը և որոշում հետ քայլել։ Ճանապարհի կեսին նա երախտագիտություն է զգում, ուստի ծնկի է գալիս և ողջունում լարը, աշտարակները և ապա մեծ քաղաք Նյու Յորքը։ Հանկարծ աշտարակ են ժամանում երկու ոստիկան, և Ջեֆը ձերբակալվում է։ Նրանք կանչում են Ֆիլիպին, բայց փոխարենը նա շրջվում և հետ է քայլում դեպի մյուս աշտարակը։ Նա գիտակցում է ներքևում գտնվող հանդիսատեսի ներկայությունը և որոշում է նայել ցած։ Նա դա համարում է խաղաղ, հանգիստ և անդորրավետ։
Ֆիլիպը շարունակում է իր քայլքը, բայց ոստիկաններ են հայտնվում նաև մյուս կողմում, ի վերջո նա պարզապես պառկում է Լարի վրա և նայում երկնքին։ Հանկարծ նրա գլխավերևում մի թռչուն է հայտնվում, և նա լռելիայն սպառնալիք է զգում, ուստի որոշում է ավարտել այս հնարքը։ Նա հանգիստ քայլում է դեպի առաջին աշտարակը և հանգիստ հանձնվում։ Մի մարդ փորձում է կտրել լարերը, բայց Ֆիլիպը բողոքում է, քանի որ Լարի լարվածությունը կարող է վնասել ինչ-որ մեկին։ Ոստիկանները համաձայնում են, և նա ցույց է տալիս բռնակի տեղը, ու Լարն անվտանգ հեռացվում է։ Երբ Ֆիլիպին իջեցնում են աշտարակի միջով, շինարարները ծափահարում են նրան։ Նա ձերբակալված է, բայց ոստիկանությունը նույնպես ապշած է նրա ձեռքբերմամբ։ Ջեֆը հայտնում է, որ իր գրպանում է Ռուդիի պապի չափաժապավենը։ Լրատվական խմբերը ժամանում են և հարցնում Ֆիլիպին, թե ինչու է նա նման վտանգավոր բան արել։ Ավելի ուշ դատավորը նրան դատապարտում է կենտրոնական պարկում Լարի վրայով քայլելու, երեխաներին զվարճացնելու համար։ Հնարքի մասին հայտնում են ամբողջ աշխարհում, և երբ պապա Ռուդին լսում է այդ մասին, հիանում է։ Ֆիլիպը և իր հանցակիցների թիմը տոնում են հաջողությունը, և նա շնորհակալություն է հայտնում նրանց օգնության համար։ Մենք տեղեկանում ենք, որ Ֆիլիպը մնաց Նյու Յորքում, մինչդեռ նրա ընկերները վերադարձան տուն։ Աննին նույնպես վերադարձավ նրանց հետ, իր սեփական երազանքներին հետևելու համար։ Նրանք գրկախառնվում են հրաժեշտ տալիս։ Ֆիլիպին անցագիր տրվեց ցանկացած ժամանակ աշտարակների դիտահարթակ բարձրանալու համար, թեև այն պայմանով, որ նա այլևս չի կրկնի իր հնարքը։ Նա տխուր հայացքով նշում է, որ անցագրերը սովորաբար ունենում են գործողության ժամկետ, բայց իր անցագրի վրա դա ջնջված է և նշված է ընդմիշտ։ Այնուհետև մենք տեսնում ենք համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակները, որոնք, իհարկե, այլևս չկան։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք «Սեղ 1 հավանել» կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։